Ավետիսյանների իրավահաջորդները Երևանում հանդիպել են լրագրողների հետ։ Բուռն քննարկումներ ազգային ժողովում շահութահարկի մասին օրենքերի կապված ոչ իշխանականները համաձայն չեն 48 ժամյա ռեժիմի։ Լրացավ Անդրանիկ Գորզանյանի 150-ամյակը այն նշվել է ինչպես Եռաբլուրում, այնպես էլ Գյումրիում և երազանքավոր մուշուրբա պատրաստելու համար 8 տեսակ մուրճ են օգտագործում։ Կլկլանի պատգամավորներն են բացահայտում վարպետ Էլիս Ժամպոլյանը։ Ուղիղ եթերում Ազդար լրատվականն է, բարև ձեզ։ Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի դոլար դրամ գներով պայմանավորված, ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Ես բանակցությունների արդյունքների մասին որևէ բան ասել չեմ կարող, այս պահին վիճակը դեռևս անորոշ է, նշել է նա։ Այսօր խորհրդարանում բուռն քննարկումների պատճառ է դարձել այն, որ կառավարությունը առաջարկել է շահութահարկի մասին օրենքում փոփոխությունների իր ներկայացրած նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել հատուկ ռեժիմով առաջին ընթերցումից հետո 48 ժամվա ընթացքում։ Փոփոխությունների այս նախագիծը առաջին ընթերցմամբ քննարկվել է երկուշաբթի, ընդունվել երեքշաբթի։ Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը 48 ժամյա ռեժիմին համաձայն չէին, ասելով, որ իրենք այս ընթացքում առաջարկներ են ներկայացրել նախագծի վերաբերյալ, սակայն դեռևս չեն ստացել կառավարության պատասխանը։ Գալուստ Սահակյանը հարցը դրել է քվեարկության և նախագիծը երկրորդ ընթերցմամբ 48 ժամում քննարկման դնելու որոշումը ընդունվել է։ Երկուշաբթի օրը երբ քննարկում ենք շահութահարկի մասին օրենքի նախագիծը, մենք հորդորեցինք, որպեսզի տեղի ունենան լսումներ և քննարկումներ, որտեղ բազմաթիվ հարցերի պատասխաններ կառավարությունը մեզ չտվեց։ Հիմա ստացվում է այնպես, որ ընդհանրապես
ընթացքում մենք մզավայման կներկայացնենք, առավոտյան եղել է, միանամուր եղել է կողմ ներկայացված այդ փաստաթուղթը ներկայացնենք։ Հարգելի գործընկեր, կարծում եմ, որ դու ներկա ես, երբ մենք առաջին ընթերցման քննարկում ենք այդ նախագիծը եւ բոլորս էլ այդ մասին խոսել ենք, հստակ պատկերացնում ենք, որ արտահանման մասին է, ես էլ ասում եմ, այդով է 50 միլիարդի ապրանք արտահանելու, ու մասին է խոսքը, ինչու չենք ստանալու 10 միլիարդ, 5 միլիարդ, 15 միլիարդ, ինչի մասին է խոսքը։ Այսինքն պատրաստ ունենք 50 միլիարդ արտահանող եւ եթե 40 ժամ չընդունենք կուշանանք, հանգիստ նորմալ թողեք ժամանակին քննարկենք գնանք առաջ, ինչի համար եք շտապողականություն, ինչի համար է, եթե ինչ-որ մեկը շտապ իմանանք, եթե միանամից հետո այս օրենքը ընդունվի, ինչ է փոխվելու։ Արտահանումը կարող է կախման մեջ ընկնել 2-3 գրասենյակից, պետք է սա մեզ, իհարկե ոչ։ Մենք առաջարկում ենք հետ վերցնել եւ իսկապես կազմակերպել քննարկումներ եւ լսումներ։ Հայ ազգային կոնգրեսը նույնպես այս օրենքին դեմ է, մենք սա դիտարկում ենք որպես մենաշնորհացման, այս անգամ արտաքին առևտրի մենաշնորհացման ուղղված քայլ։ Այս նախագիծը դեմ է այն կառավարության այն ծրագրին, որը այս դահլիճում քվեարկի եւ հաստատել է։ Այսինքն այս նախագծի ընդունմամբ հավասար մրցակցային պայմաններ չի ստեղծվում եւ արտահանումը մոնոպոլիզացվում է։ Ես կառաջարկեմ ազգային ժողովի նախագահ հանձնարարական տա, որ ևս անգամ տնտեսական հանձնաժողովում կառավարության պատգամարմինների ներկայությամբ, քաղաքական ուժերի ներկայացուցիչների ներկայությամբ վերջնական տարբերակը կառավարությունը ներկայացնի եւ այդ քննարկումը հաստատվելը մենք հանձնաժողովում, ոչ թե լիակումար նիստերի դահլիճում այս քվեարկությունից առաջ։ Որևէ թռչապ եւ այլ մտավախություններ այստեղ դուք պիտի չունենաք։ Հարցը մեկ ամսից ավել խորհրդարանում է, մանրակրկիտ քննարկվել է լիակումար նիստում, մանրակրկիտ քննարկվել է տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում։ Քվեարկության է դրվում շահութարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկման հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը կողմ
Հայաստանում առաջացած կառավարման ճգնաժամի մասին հայտարարության ոչ իշխանական եռյակի ներկայացրած նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկել է 16 դեմ 67 ձեռնպահ 6 պատգամավոր։ Մինչ քվեարկությունը խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում էր վերցրել։ Իսկ նախօրեին այս նախագծի շուրջ տեղի են ունեցել բուռն քննարկումներ, թեև նախագիծը կոնկրետ կառավարման ճգնաժամի մասին է, բայց պատգամավորները խոսել են քաղաքական, համակարգային, բարոյական, հոգեբանական ճգնաժամերի մասին։ Հայտարարության նախագիծը հեղինակել են ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն։ Նշեմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը շարունակ բոյկոտել խորհրդարանի քարտուղարան և քվեարկությանը չի մասնակցել։ Ի դեպ, մարտի 5-ին տեղի կունենա Բարգավաճ Հայաստան կուսակցության 8-րդ համագումարը, Ազատությանը փոխանցել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ համագումարին մասնակցելու է նաև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Համագումարի օրակարգային հարցերի շուրջ ԲՀԿ խմբակցության քարտուղարը մանրամասներ չի ներկայացրել։ Մյուս թեմաների մասին մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են և առաջիկայում կհրապարակվեն։ Մեր հարցմանի պատասխան տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը պատասխանել է, որ լուրը իրականությանը չի համապատասխանում։ Միաժամանակ փաստաբանվել է, որ տեղյակ է Ավետիսյանների հարազատների գլխավոր դատախազին Գյումրի կանչելու պահանջին։ Ավետիսյանների իրավահաջորդները այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ իրենք այսօր ունեն տեղեկատվության լուրջ պակաս, որևէ նորության ծանոթանում են միայն լրատվամիջոցների հրապարակումներից։ Ավետիսյանների ընտանիքի դուստրը Լուսինե Ավետիսյանը պահանջում է, որպեսզի քննչական կոմիտեն իրենց ավելի շատ տեղեկություններ հաղորդի։ Լուսինեի խոսքերով ինքն ամեն օր սպասում է, որ իրեն զանգելու են և որոշակի տեղեկություններ են հաղորդելու, սակայն այդպես էլ օրերն անցնում են։ Իրավահաջորդները անդրադարձել են նաև մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց իրենց և իրենց շահերը ներկայացնող Երեմ Սարգսյանի միջև կա անվստահության խնդիր, որի համար էլ իրենք ցանկանում են հրաժարվել նրանց ծառայություններից։ Այս կապակցությամբ իրավահաջորդները նշել են, որ որևէ նման խնդիր իրենց միջև կա։ Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ որոշ մարդկանց կողմից փորձ է կատարվում քննությունն իր բնականոն ընթացքից շեղել, սակայն իր համար անհայտ է, թե ինչ պատճառով կամ թե ում է դա ձեռնտու։ Տուժողի իրավահաջորդները որոշակի առումով ցանկանում են մեր իրավական համակարգի ներկայացուցիչների պաշտոնատար անձ
ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրենք այս պահին խիստ տեղեկատվության կարիք ունեն, այսինքն մենք հասկանում ենք, որ օրենքով սահմանված ծավալով իհարկե մենք նաև պարտադիր կերպով պահանջում ենք այդ նյութերը ծանոթանում ենք բոլոր սահմանված կարգով տրամադրվելիք նյութերին, սակայն ավելի մեծ բուն գործի քննության հանգամանքներից և վերջերս որոշ լրատվական միջոցներով այլ անձանց հաղորդումների հիման վրա տարածած տեղեկություններով կարծեք թե բուն գործի քննությունը բացահայտման արդյունավետությունը կամ դրան ուղղված աշխատանքների արդյունավետությունը թողած ինչ-որ այլ հանգամանքների քննարկում է տեղի ունենում, որի մեջ որոշ առումով հարկադրված կամ ինչ-որ հանգամանքների բերումով ներքաշվում են նաև դժոխք իրավաճառները։ Մենք ուզում ենք դաժե այս պահին ես դաժե ցանկանում եմ, որ լինեն փաստաբաններ, իհարկե փաստաբաններ լինեն, որ ցանկանան մեզ պաշտպանել և աշխատել Երեմ Սարգսյանի հետ, ես շատ ուրախ կլինեմ, շատ անչափ ուրախ կլինեմ իրանց աջակցությունը Երեմ Սարգսյանի և այս գործին վերաբերվող ինչ-որ մի հարցի հետ կապված այս հարցի հետ ընդառաջել մեզի։ Մենք վաղը լրատվական միջոցներով կհրապարակենք կոնկրետ հայտարարության տեքստը կապված նոր փաստաբանների ներգրավման, այսինքն եթե կլինեն այլ փաստաբաններ, ովքեր նույնպես անվճար հիմունքներով պատրաստ կլինեն ներկայացնել դժոխքների շահերը, ապա կոնկրետ տեղեկատվություն կոնտակտային տվյալներ կփոխանցենք հրապարակային կերպով։ Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Սալակյանը ընդունել է հանրահայտ բևեռախույս խորհրդային միության և Ռուսաստանի Դաշնության հերոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության բնական
գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր Արթուր Չիլինգարովին և ռուս լրագրող Ռուսաստանն այսօր միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին։ Հյուրերը ցավակցություն են հայտնել Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած աննախադեպ ողբերգության կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին դեպքերին հայ-ռուսական բարեկամության առնչվող հարցեր։ Մինչ մարզպետին հանդիպելը հյուրերը այցելել և ծաղիկներ են դրել Ավետիսյանների գերեզմանին։ Շիրակի մարզպետ Ֆելիքս Սոլակյանի առաջարկությամբ Արթուր Չիլինգարովը և Դմիտրի Կիսիլյովը հանդիպել են նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։ Քաղաքապետը ընդունելով պատվիրակությանը նախ ողջունել է հայ ազգի մեծանուն գիտնականին, բարձր գնահատելով Արթուր Չիլինգարովի անուրանալի ներդրումը ինչպես գիտության, այնպես էլ քաղաքականության մեջ։ Քաղաքապետը նաև կարևորել է Չիլինգարովի դերը հայ և ռուս ժողովուրդների բազմադայրաբարեկամության ամրապնդման հարցում։ Արթուր Չիլինգարովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար, միաժամանակ նշելով, որ Գյումրի է եկել ցավակցելու հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության հետևանքով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի մահվան կապակցությամբ։ Վերջինս նաև հետաքրքրվել է դեպքից հետո քաղաքում տիրող իրավիճակից, ինչից ի պատասխան քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ այս պահին առկա է գործի նախաքննության հետ կապված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտություն։ Արթուր Չիլինգարովը խոստացել է նշված հարցը բարձրացնել ռուսական կողմի մոտ։ Այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզային միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական հարցերը և համակարգման աշխատանքները։ Արդեն իսկ մշակված աշխատանքային պլանում նախանշած են մարզի բոլոր համայնքների, տարբեր հաստատությունների և կազմակերպությունների իրականացվելիք միջոցառումները։ Դրանք սակայն ըստ հանձնաժողովի նախագահ Շիրակի մարզպետ Ֆելիքս Սոլակյանի վերջնական համարել չի կարելի, քանզի նոր առաջարկներն ու նոր ձեռնարկները միայն կողջունվեն հանձնաժողովի կողմից։ Ես ուզում եմ, որ մենք Շիրակի մարզում ամբողջ 2015 թվականի ընթացքում հիշում եմ և պահանջում խորագրին համահունչ միջոցառումներ անցկացնենք։ Դրանք լինեն ոգեկոչման, հիշատակի և պահանջատիրության շնչով։ Յուրաքանչյուրիս պարտքն է հայ ժողովրդի արդար դատի պաշտպանության գործում մեր ներդրումը ունենալը։ Այս տարելիցը արդարության վերականգնման կոչ պետք է լինի, ասել է Ֆելիքս Սոլակյանը։ Հանձնաժողովականներին մարզպետը հորդորել է սեղմ ժամկետներում ծանոթանալ արդեն իսկ մշակված աշխատանքային ծրագրին, հանդես գալ նոր առաջարկներով։
Ֆելիքս Սոլակյանը անդրադարձել է նաև միջոցառումների պատշաճ կազմակերպմանը և անցկացմանը, այս առումով կարևորելով բոլոր կառույցների համատեղ փոխըմբռնումը և գործունեությունը։ Հայաստանում էր գտնվում 12,000-ից ավելի սիրիահայ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն կացարանի, կրթության, առողջապահական և այլ հարցերով, հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իր ղեկավարած նախարարության 2014 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելու ժամանակ։ Սփյուռքի նախարարը նաև նշել է, որ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի 50-ից ավելի երկրում գործող 61 հանձնախումբ շարունակում են իրականացնել միջազգային ասպարեզում հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտմանը ուղղված համակողմանի աշխատանքները, կազմակերպելով տարբեր համաժողովներ, կլոր սեղան քննարկումներ, տեղի հասարակական, քաղաքական շրջանակների հետ հանդիպումներ, հիշատակի արարողություններ և այլն։ Վարչապետը բարձր է գնահատել նախարարության դերը հայրենիք սփյուռք կապերի ամրապնդման գործում, շեշտելով, որ կառավարությունը շարունակելու է հայապահպանությանն ուղղված աշխատանքները։ Որպեսզի Ցյուրիխյան արձանագրությունները ուժի մեջ մտնեն, Թուրքիան պայման է առաջ քաշում, Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված հողերը։ Այսօր Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, հիշեցնենք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ազգային ժողովից հետ կանչեց այս տարվա փետրվարի 16-ին, իսկ ստորագրումից ամիսներ անց էլ 2010 թվականի ապրիլին հայտարարել էր դրանց վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին։ Իրավիճակը սահմանին հարաբերականորեն հանգիստ է, ասել է Պաշտպան
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախարարը նշել է, որ շարունակում են մարտական հերթապահության տարրերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը ևս անընդհատ աշխատում զարգացնում է պաշտպանությունը։ Այսօր մենք դիտարկման համակարգն ենք բարելավել, որը հնարավորություն է տալիս ավելի լավ հետևել, հայտնաբերել, կողմնորոշվել, որոշումներ ընդունել, ասել է Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով լարվածության թուլացման առումով ազդում է նաև քաղաքական միջավայրը, հանդիպումները, ԵԱԿ Մինսկի խմբի եռանախագահների ակտիվ աշխատանքը։ Մենք միշտ որպես ուժային կառույցների ղեկավարներ հորդորել ենք, որպեսզի միջազգային քաղաքական կառույցները այդ հարցը դնեն։ Կամ պահպանում ենք հրադադարը, կամ ոչ, ասել է Սեյրան Օհանյանը։ Այսօր բազմամարդ եռաբլուրը, որտեղ 15 տարի առաջ Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատնից տեղափոխվեց և ամփոփվեց Զորավար Անդրանիկի աճյունը։ Զորավարի ծննդյան 150-ամյակի առիթով նրա շիրիմին են այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բազմաթիվ զինվորականներ ու շարքային քաղաքացիներ։ Նրանք մասնակցել են Զորավարի հիշատակին մատուցված հոգեհանգստյան արարողությանը։ Սեյրան Օհանյանն ասել է. «Պատահական չէ, որ Զորավար Անդրանիկի աճյունը հանգչում է եռաբլուրում, նրա և մյուս քաջ զորավարների օրինակով են ոգեշնչվել Արցախի Գոյամարտի հերոսները»։ Զորավարը երևի թե երազել էր բանակ ունենալ, այսօր մենք ունենք բանակ 23 տարեկան, բայց իր փորձության մեջ ունեցող մի ամբողջ ժողովրդի պատմության մեզ հասած ռազմական գիտությունը, ռազմական տեսությունը, որը այսօր զինվորը և հրամանատարը միասնական ձևով օգտագործում են մեր բանակը մրցունակ պահելու, անընդհատ զարգացնելու, անընդհատ կատարելագործելու։ Թուրքական բռնապետության դեմ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ Անդրանիկ Օզանյանի անունը բացառիկ դեր և նշանակություն ունի։ Մոտ քառորդ դար նա հերոսաբար մարտնչել է Օսմանյան կայսրության հայագործական քաղաքականության դեմ։ Մեծ Զորավարի ծննդյան տոնի առիթով Գյումրու հաղթանակի պողոտայի հայդուկների պուրակում գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտ քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից ծաղկեպսակ է դրվել։ Գյումրու մի քանի մշակութային ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ էլ ծաղիկներ։ Զորավարի 150-ամյակի հոբելյանական օրվա անշուք տոնակատարություններն ու մարդկանց անտարբերությունը զարմացրել էր Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետին։ Իսկ Անդրանիկ Օզանյանի հուշարձան կիսանդրու ներկայիս ոչ այնքան մաքուր վիճակը մտահոգել էր արձանի տեղադրման նախաձեռնողին։
Ես եմ տեղադրել առաջնդեղ Թուրքիային տա։ Ընդից հետո Սուրեն Հարությունյանի մոտ եմ գնաց է թույլատրություն տվել է։ Մեջելներն էլ զորավար են, չէ։ Նոսնել եմ տրել, որ մենակ չմնաս։ Մեռասել են լվացել եկան, չերով մերով շելակ չունեին։ Աղջանները սովորաբար մաքրում են գարնանը, գարունը պետք է բացի, որ աղջանները մաքրեն, բնականաբար, բնական երևույթ է, ծները անցել, ամբողջ ծները անցել, հիմի չի կարելի ջուր կպցնել աղջանին, ցավոք սրտի չկան ուրիշ մարդիկ, չկան ոչ մի հասարակական կազմակերպություններ, չկա ժողովուրդ, կա այն մարդիկ, որոնք իրենց այսօր գոյությամբ անգամ պարտական էին Անդրանիկ Զորավարին, որովհետև Զորավարը շատ մեծ բան էր այսօրվա Հայաստանի համար, այսօրվա Հայաստանը կայացնելու համար, նա սիմվոլ եղավ հայ ժողովրդի համար, հետևաբար իմ կարծիքով նրա նկատմամբ վերաբերմունքը, հարգանքը, պատկառանքը և խոնարհումը շատ ավելի մեծ պիտի լիներ։ Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի առիթով Շիրակի մարզի երազգավոր համայնքում բացվել է նրա կիսանդրին։ Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել Բագրատունյաց ասպետներ հայրենասիրական հասարակական կազմակերպության և երազգավորսի գյուղապետարանի աջակցությամբ։ Փառքի հուշակոթողի հիմնադիրն է բանաստեղծ Սամվել Մարգարյանը։ Կիսանդրու բացման հանդիսավորությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Սոլակյանը, փոխմարզպետը, Գյումրու փոխքաղաքապետը, մտավորականներ, արվեստագետներ ու Շիրակի մարզի համայնքները։ Օրվա առիթով պարգևներ և հուշամեդալներ են ստացել ազատամարտիկները, երազգավորսի համայնքապետը և բանաստեղծ Սամվել Մարգարյանը։ Անդրանիկ ծնող ժողովուրդ է, այլևս պարտություն չի ունենալու։ Ժողովրդասիրության մեջ մշտապես օրհնյալ, ազգի համար միայն մարտիրոսվող ու վաստակի գնահատական չպահանջող, պատմական մեր հերոսի ծննդյան օրը տոն պետք է լինի համայն հայության համար։ Շիրակի մարզի սահմանամերձ այս համայնքում բացել Անդրանիկի հուշակոթողը միայն ծննդյան օրվա նվեր չէ, սա ապացույցն է հայ ժողովրդի անպարտ լինելու, մեր հաղթանակազգլուխը երբեք չխոնարհելու և նորնվաճումների պատրաստակամության։ Սահմանամերձ գյուղում կանեցները առաջինը հայրենասիրության ոգու երիտասարդության մեջ տարած այդ ոգով ապրելու սիմվոլն է։ Մեր զինվորը հիմի սահմանում կայնած, ինքը գիտե հաղթանակի
փառքի որակում ունենալ մեծ զորավարի Կիսանդրին եղել է երազանք նախաձեռնողի համար։ Բանաստեղծ Սամվել Մարգարյանն իր կյանքի համար պարտական է Անդրանիկին։ Զորավար Անդրանիկը տասնյակ հազարավոր գաղթականների կյանք է փրկել։ Նրանցից մեկն էլի մշեցի Հովհաննես պապն էր։ Պապը չլիներ, ես կլինեի և բնականաբար որ այսօր կամ ապրում եմ ու գոյատևում շնչում արեգակի լույսը, ես պարտական եմ զորավար Անդրանիկին, այնչու ոգու և արյան կանչով, ոգու և արյան պարտքով ես կարողացա 2 տարում իրականացնել իմ այս փոքրիկ երազանքը։ Հայրենասիրությունը հայի գենի մեջ այն վերացնել չի կարողացել թշնամին։ Հիմա էլ նրան դա չի հաջողվում։ Մեր պատմությունը պատմում է մեր գեների մասին։ Մենք չունենանք այն գեները, մենք մեր ժողովրդի մեջ կա, մեր ազգի մեջ կա, ու այդ պատմությունը կերնի ոնց որ թե ժողովրդի համար ավելի վատ, անդրեալ չերնի։ Երեխաները փոքր հասած երեխաների մեջ դասիրաձել այդ հայրենասիրական զգացողությունը ցույց տանելով մեր հերոսներին, իդեպ Անդրանիկի և մյուս հերոսներին։ Կոմանդոսն ասում է նոր Անդրանիկներ ունենք, նրանցով պարտանում ենք, մենք արժանի հետնորդներն ենք մեծ զորավար Նիկոսանյանի։ Մեր ուժը մեր հավատքի մեջ է, մեր ուժը մեր միության մեջ է, մեր ուժը այն է, որ ինչա մենք արտարացի հարցեր ենք լուծում, մենք պաշտպանում ենք մեր հողը, մենք չենք լուծում ուրիշ հողը։ Արմենու Հիմինեսյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Եվ այս թողարկման վերջին լուրը Գյումրու քաղաքապետարանի 2015 թվականի բյուջեով 7 միլիոն դրամ էր տրամադրվելու Սայաթ Նովա փողոցում տեղադրված մուշուրբան հանելու և դրա փոխարեն Սայաթ Նովայի արձանը կանգնեցնելու համար։ Սա օրակարգային էր անցնող տարվա դեկտեմբերի 12-ի ավականու նիստում։ Թե մուշուրբան երբ և ինչով կփոխարինվի հստակ չէ, բայց քաղաքի կենտրոնական հատվածից մուշուրբան հանելը ամենևին էլ չի խանգարում, որպեսզի այն շարքի Գյումրու խորհրդանիշը համարվեն։ Այսպես է մտածում վարպետ Էդիկ Ժամակոչյանը և մուրճի սովորական դարձած զարկով էլ սկսում յուրաքանչյուր օրը։ Վարպետը հանգիստ է գործը շարունակող կամ միայն թե հումքի պակասից է նեղվում։ Մուրճի բազմաթիվ հարվածներից հետո միայն կլկլան բաժակն ամբողջովին պատրաստ կլինի։ Գյումրի
խորհրդանշող մուշուրբայի ստեղծման գաղտնիքը հայտնի է միայն ժամակոչյաններին։ Նրանց գերդաստանը 1900-ականների ներդրումից է գաղթել ու հաստատվել Ալեքսանդրապոլում, իրենց հետ բերելով Կլկլանի առեղծվածը։ Կլկլանի գաղտնիքը սա է։ Էսի հորս մտահաղացումն է, հայրիկիս մտահաղացումն է, առաջ չի եղել։ Դրել է ավելի ինչ-որ հավեսի ընկնելու համար, սարը ջոր, գազան չված ջոր ու կալկալոցը կոկա ախորժագով մարդիկ ջուրը խմել է։ Կլկլանը պատրաստելու համար 8 տեսակ մուրջ են օգտագործում։ Բոլոր այս գործիքները ժամակոչյաններ ներդրումից են բերել։ Վարպետը հերթական մուշուրբային է կյանք տալիս, սակայն մտահոգ է։ Երբ է մուրճը կրկին ձեռքը վերցնելու հայտնի չէ, ասում է պատվերներ կան, սակայն հումքը թանկ է ու գտնելն է դժվար։ Մատերիալս արդեն այս խոտ է, վերջանալու վրա է, էլի, անպայման բրճարվվի, անպայման։ Ու միծոր միշտարվել ենք, սե չկա, հալը չկա։ Վարպետն իր պատրաստած մուշուրբաների թիվը կորցրել է, պապիկը նաև դժվարությամբ է հիշում ու թվարկում մարդկանց անուններն, ովքեր ցանկություն են հայտնել իր Կլկլանից ունենալ։ Արմեն Չգարխանյանը մի քանի հատ միատ լավ ընկերներ Երևան, շատ էր, ես չեմ կար, դաժե Ռուսաստանից Ալեք Գազմանով։ Գյումրեցի վարպետը զրույցի ընթացքում անգամ չմոռացավ գործի մասին, մտորեց, զննեց, մտմտաց, անհրաժեշտ է մի քանի ուղում անել, մուշուրբայի հատակը հարթ չի ստացվել։ Ստեղը խարդվի, ստեղ կաբած է, ընդեղ օտի մեջն է, սկ ժեշտ է, կետես նազերլիզ ճան, ժեշտ է, անայք, տեսնես սկ արզատով կպծրած է, զորս տարել է սիկ, շատ կրդին ուզե, շատ։ Վարպետը հանգիստ է, գործը շարունակող կա, իսկ իմացածը միայն որդում փոխանցելու համար պատճառներ ունի։ Հələ չես էգե, չոչ պրնել չիլես, դու փոյ մասն կսես, որմն դու չես սորվի։ Մեր անգամ եղել է հենց այդ թևի, որ աշտենել չեմ ուզեց կնա։ Կյանքը Կլկլանին նվիրած վարպետն այսօր էլ նույն եռանդով է աշխատում։ Մուշուրբասարքելը որքան էլ եկամտաբեր լինի, Էդիկ Ժամակոչյանի համար այն ապրելակերպ է։ Վաղ առավոտյան լռությունը խախտող մուրճի մի քանի հարվածով է սկսվում,
վարպետի ամեն օրը։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Այսքանը մնացեք բարով, կհանդիպենք Ազդարարի հաջորդ թողարկումներում։